Նախ անդրադառնամ պարոն Խաչատրյանին, պարոն Խաչատրյան, երբ որ Մեսրոպ Մանուկյանին փորձում եք ստի մեջ մեղադրել, նախ հիշեք, որ ձեր բանսարկությունը չենք մոռացել, որ բանսարկու եք, ես ասել եմ, չէ՞ որ ասելու եմ, հիշեցնելու եմ, որ դուք բանսարկու եք, այդ հիշեցնելու եմ միշտ, դուք շառ եք արեին վրա, դա մեկ, եւ բանսարկու մարդը չի կարա մյուսին մեղադրի սուտ ասելու մեջ, հիմա անցնում ենք առաջ, պարոն Ավինյանը նորից գնացել է, չգիտեմ, միշտ այս 4-րդ դեպքը արդեն գրանցում եմ իմ ելույթին ներսից լավ կլինի գոնե հեռուստացույցով ներսից դիտի։ Տեսեք, ասում եք այլընտրանք չունենք, ավտոմեքենաների թիվը աճում է։ Քանի ավտոկայանատեղի եք կառուցել, որ այլընտրանք չունեք։ Ասում եք մեքենաները կրճատենք Երևան քաղաքում չգանք նմանատիպ գրառումներ էր կատարվում։ Իսկ վստահ եք այդ 10,000 մեքենան, ասում եք 10,000 մեքենա է մտել Երևան տարեկան, հա? Այդ մեքենաները արդյոք մի հատ էլ ստուգել եք վաճառքի համար, արդյոք այդ մարդիկ բերել են, որ վաճառեն, տանեն այլ երկիստեղից, շահագործվում են այդ մեքենաները 10,000 այդ թիվը, որ ասում եք դուք, հա? Տեսեք, խոսում եք մի բարեփոխումից, ավտոբուսների հետ կապված, Ից ավել կանգառասրահներ կան, մոտ 50% երևի պակաս կանգառասրահներ չունենք Երևան քաղաքում, գրեթե կեսը պակաս է, խելացի կանգառասրահներից էիք խոսում, մատերիս վրա հաշված խելացի երևի, էնել խելացի էլ չի, փոքր-ինչ խելացի է այդ կանգառասրահները, մի քանի հատ կանգառասրահ ունենք ընդամենը, դա է, բա ուր է այդ բարեփոխումները, որ չեք արել, 2 տարի է բերում հիմնարկներ եք կառուցում, այսինքն մենակ մեծ ծախսեր եք անում, մեծ դրանից առաջ էլ եք այդ մեծ ծախսեր անում, բա ինչի չեք կարում անեք, ասում եք փողոցները խցանված չի, բեռնված է փողոցները, ասում եմ, նաև մի լավ կլինի մի նախագիծ էլ բերեք, Նիկոլ Փաշինյանը, երբ որ երթևեկում է փողոցներով, ամբողջ Երևան քաղաքը խցանումներ է առաջանում, բերեք մի կարգավորում էլ դրա համար սահմանենք, որ Նիկոլ Փաշինյանը խցանումներ չառաջացնի, դա էլ բեռնաթափման ծրագրերից մեկը դիտարկենք, տեսեք, կարմիր գծերի հետ կապված 1.5 տարի առաջ ես ներկայացրել էի այդ առանձնացված գծերը, դուք էլի փնթի ձևով եք անում այդ ամեն ինչը, կիսատ, պռատ, բերում եք մի մասը անում եք, հետո հեռացնում եք կարմիր գծերը Արգիշտի փողոցի հարակից փողոցներից, բայց չեք կարողանում հետևել, այդտեղ էլի մեքենաները կայանում են, նույն այս Արջին բանկի դիմացը, հարակից մյուս տեղերը, տեղին գիծ եք գծում, բայց չեք կարողանում հետևել այդ ամենին։ Մեր առաջարկը եղել է նա, որտեղ երթևեկում այդ հանրային տրանսպորտը, ամբողջ երթևեկելի գոտում կարմիր գծերը հեռացվեն։ Բայց դուք հիմա եկել եք կամաց չեք ուզում ընդունեք, որ դա ճիշտ է եղել, հերվից եք գալիս, էլի ոնց որ հետևից փորձում եք հասնել այդ մեր առաջարկին, բայց չգիտեմ, ամաչում եք երևի, որ լավ առաջարկ ենք ներկայացրել, որ ընդունեք, որ դա լավ առաջարկ է եղել, որ առանձնացված գծերը, այո, պետք է, բայց համատեղ կարգով սահմանվեր, ոչ թե այսօր այս փողոցում, մյուս օրը այն փողոցում, սկզբում մասիվում էիք գծել, տես չի լինելու, խցանումների մասով, տեսեք, Մաշտոցի պողոտան խցանվել է, այո, Սարյան փողոցը միակողմանի եք դարձրել, ես ասում եմ, Մաշտոցի պողոտան, նույնիսկ օպերայի հարակից տարածքով էլ խցանումներ է, դուք էլ դուրս եկեք, տեսնում եք, էլի, ես մեկ-մեկ տեսամեկարահանում եմ եւ դուք լավ հետևում եք այդ էջերին, այդ է այս ամենը, կայանատեղիների բացակայություն եւ վերջ, ձեր կառավարման արդյունքը սա է, եւ լավ կլինի, որ որոշ մարդիկ ստախոսությամբ չզբաղվեն այստեղ։